Բարև ձեզ հարազատներս, այսօր ձեր աղոթքների կարիքը շատ ունեմ։ Գնում եմ այսօր առողջապահության նախարարություն, որտեղ իմ հարցն է քննարկվելու էթիկայի հանձնաժողովում։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 3 տարի համարյա ինչ աշխատում եմ Հայաստանում։ Կոպիտ տեսահոլովակներ էի նկարահանել աբորտների վերաբերյալ, որոշ գինեկոլոգներ նեղացել են։ Դիմում են գրել էթիկայի հանձնաժողով, բացատրելով, որ ես դա միտումնավոր եմ անում, որ իրենց վարկաբեկեն, որ իրենց հիվանդները իմ մոտ կան։ Բագրատ Սրբազանն այստեղ լավ ասում ձունգա գլխներիդ։ Եթե դուք դա այդպես եք հասկանում, ձունգա գլխներիդ, ուրիշ բացատրություն չգիտեմ, բայց ամենայն դեպս աղոթքների կարիք ունեմ ձեր, ես էլ ինքս եմ եկել Սուրբ Աննա, աղոթեմ Աստծուն, բայց ավելի շատ պիտի իրենց համար էլ աղոթենք, ոչ միայն մեզ համար, որ Աստված իր լույսը սփռի իրենց վրա, որ իրենց արարքները Աստծո լույսի մեջ տեսնեն։ Մարդիկ իրենց արարքները չեն տեսնում, մարդիկ դիմացինը խոսածածն են լսում, իրենց արարքը չեն քննադատում։ Ցավալի է։ Ուրեմն ունենք, պարզում է, որ ունենք միստվար բազմություն հեթանոսներ մեր երկրում, կրակապաշտներ, արևապաշտներ, աթեիստներ, դրանք իրավունք ունեն ինձնից վիրավորվելու, որովհետև իրանց չի վերաբերվում շատ, իզոր են լսում ինձ, իրանց չի վերաբերվում։ Իմ ասելիքս վերաբերվում է այն քրիստոնյա մանկաբարձ գինեկոլոգին, որ խաչը կախել է պարանոցից ու կնոջ արգանդի խորոչից հղիությունը, առողջ հղիությունը քերում է և լցնում կանալիզացիան։ Ու դրանցից որոշն էլ ուրախանում են, որ գումար են վաստակում կլինիկայի համար։ Դե դա ինձ ցնցեց իհարկե, որ ես այդ տեսահոլովակները սկսեցի նկարահանել ու շատ ավելի խոր դժբախտություններ պարզվեցին։ Ոչ միայն իրանք, որ գումարով են աշխատում, սա երկար եմ խոսելու այս տեսահոլովակների վերաբերյալ, ինձ թվում է այս ցմահ պիտի աբորտներին նվիրեմ իմ զրույցները, ամենակիչը ամիսը մեկ անգամ պիտի դրա մասին զրուցվի։ Ուրեմն ունենք գինեկոլոգներ, պաշտոնյա։ Ավերջիշտ ինձ վերջի գինեկոլոգը, որ աշխատանքից հեռացրել է, գլխավոր բժիշկը, ծննդատան գլխավոր բժիշկը չգիտի, որ գինեկոլոգը իրավունք ունի աբորտ չանելու։ Դու սա ես չգիտեմ, սա ոնց բացատրեմ, մենք որտեղ ենք։ Մանկաբարձ գինեկոլոգը տեղեկացված չի, որ ինքը իրավունք ունի աբորտ չանի։ Ինձ ասում է, դու չես կարա գինեկոլոգ աշխատես, գնա թերապևտ աշխատի։ Մենք վիրաբույժն, ինքը վիրաբույժ է, որ աբորտ անում, ինքը հենց բարձրակարգ վիրաբույժ է, դրանից իրան պատկերացնում։ Սա չգիտեմ, սա ոնց բացատրեմ։ Ինչ որ ասել եմ, շատ քիչ եմ ասել։ Սա շատ լուրջ թեմաներ են, խոսելու եմ իհարկե։ Աղոթենք Աստված բոլորիս իմաստություն տա, որ կարողանանք իր կամքը կատարենք։ Մեծ հույսերով կհանդիպենք նորից բարի օր բոլորիդ։